Քվեարկությունից 2 շաբաթ առաջ էլ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գաղտնի պահել Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուին։ Գործարարի քարոզչական կանգառն այսօր էջմիածնում էր, որտեղ նա պատասխանելով Ազատության հարցերին ասաց, մոտ օրերս կբացահայտեն իրենց թեկնածուին։ Գա ժամանակ անպայման կասեմ քո ցավը տանեմ ես։ Չեք մտափոխվել, չեք ուզում դուք լինել։ Օրեմ ես իմ ժողովրդին ինչ ասել եմ, իմ ժողովրդի ցավը տանեմ ես։ Ամեն ինչ անել եմ, մի բան էլ ավել, որ ժողովրդից դեմքին շփիտ լինի, երաշած խաղ, հա։ Ով է լինի, ասեմ գաք խոսենք, էլի համբերեք։ Թե ինչու է ԲՀԿ-ն դեռ թաքուն պահում վարչապետի իր թեկնածուին, նախընտրական ցուցակի առաջին համար Ծառուկյանը չասաց, փոխարենը նորից անդրադարձավ երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործին։ Թևանյանը 3-2 ամսով կալանավորվեց պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։ Նախքան նրա կալանավորումը վարչապետ Փաշինյանը լրտեսության մեջ էր մեղադրել նաեւ ռուսական եւ բելարուսական քաղաքական ու գործարար շրջանակների հետ սերտ կապեր ունեցող Ծառուկյանին, դա կապելով նաև նրա հետախուզման մեջ գտնվող որդու հետ։ Գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ խնդիրներ ունի, եւ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Ի վերջո, կա իր վրա ազդեցություն, Ծառուկյանն այսօր այս հարցին ուղիղ չպատասխանեց, փոխարենը նորից մարտահրավեր նետեց Փաշինյանին։ Եթե իմ գործընկերը նա ասենք թե դավաճանա, շպիոնա, ես իմ ձեռքով գնդակարեմ իրեն, որտեվ շպիոնին պետք է կտոր անած, եթե շպիոնը իր ազգի արունը մոռանալով ամեն ինչը։ Ես դա ասել եմ, իմ մասով ասեց, ինչ շպիոն, հայ պուճուր, շպիոն ասեցի, եթե որցե մեկ ապացուցի, Չ կլասի ապրես, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թուղթնել գրեմ իմ համաձայնությունը։ Ինչու խուլիգանության եւ կողոպուտի համար մեղադրվող եւ արդեն 1.5 տարի հետախուզվող որդին չի գալիս Հայաստան։ Նվեր Ծառուկյանը Բելարուսում է, դեռ մեղադրանքի սկզբում էր փաստաբանն ասել գործեր ունի, հայրն ասաց կգա, աշխատում է, բայց եւ նշեց, գիտի որ որդին գա կկալանավորեն։ Թող կալանավորեն, գիտեմ, բայց եթե տղայիս հետ 5 հոգի մարդ որ կալանավորել են, որսկի տղաս ընդեղ չեղե, բոլորի հիմա տունն են։ Հա, հանցանք չկա այդ հավատա։ Հիմա Թևանյանը ինչի համար մեղադրեցին, ասա մի հատ։ 2 սուտկա մտածում էին, թե ինչ կպցնեն։ Անցած շաբաթ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտի գործարանը պետականացնելու մասին հայտարարած վարչապետն այսօր շարունակել էր այդ ցանկը, այս անգամ հասնելով Ծառուկյանի առանձնատանը։ ԲՀԿ առաջնորդն այլ առաջարկ ունի։ Ժողովուրդ, 31 թվականին Ծառուկյանի Սարիվրի տունը վերցնելու եմ տամ ծերանոցը։ Եղբայր մեր հիմա կառավարական առանձնատունը վեգալենք, տանք մի վիրավոր զինվորների կենտրոն սարքենք։ Ծառուկն էլ սաղ գույքի իր կողմից կտա։ Ծառուկյանին էջմիածնում ծափերով, ծաղիկներով, աղոհացով դիմավորեցին, նա էլ ծաղիկներ խոնարհեց հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակ հուշարձանին։ Քարոզարշավի 17-րդ օրը ընդդիմադիր առանցքային ուժերը, որոնց Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում, եւս անցկացրեցին իշխանությանը քննադատելով։ Փաշինյանը չկատարեց խոստումները, ավելին հանձնեց Արցախը, հայրենազրկեց արցախցիներին, եռապատկեց եռաբլուրն ու հիմա էլ փորձում է Հայաստանը դատարկել, շունչ հաղորդելով Ալիևի ծրագրերին, Արևմտյան Ադրբեջանին, Երևանում հայտարարեց Հայաստան դաշինքի առաջնորդը։ Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Այս մարդիկ, այս քաղաքական թիմը, քաղաքական խարդախներ են, խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, ընդհանրապես արել են ամեն ինչ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Հայաստանը 10 տարի ղեկավարած եւ նորից իշխանության ձգտող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քարոզչական ելույթներում մեկ անգամ չէ շեշտում հզոր դաշնակից ունենալու կարեւորությունը նկատի ունենալով Ռուսաստանին։ Փաշինյանի իշխանությունը հետևողական քայլերով փչացնում է հարաբերություններն այդ դաշնակցի հետ։ Էրեբունիում հայտարարում էր Քոչարյանը, թեև Փաշինյանի թիմը վստահեցնում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լուրջ ճգնաժամ չկա։ Չի կարող երկիրը ունենա հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ եւ մարտունակ բանակ, հակառակ դեպքում դու ես պետք, դու գործընկեր չես, դու բեռ ես։
Փաշինյանի մյուս մրցակիցը ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որի տարբերություն Ծառուկյանի ու Քոչարյանի իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով տնային կալանքի տակ է եւ միայն իր հարկի տակ կարող է հանդիպել ընտրազանգվածին, այսօր ընդունել էր Կոտայքի մարզի բնակիչներին, որոնք նրան դիմում էին վարչապետով։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Իր ունեցվածքը Ռուսաստանում կուտակած միլիարդատեր Կարապետյանն այսօր նորից խոսեց առանցքային խոստման 300,000 աշխատատեղի բացման մասին, պատմեց, թե Հրազդանում արդեն սկսել են մեծ ծրագրեր անել։ Մյուս ընդդիմադիրների պես քննադատեց Փաշինյանի թիմին։ Համակարգային գռդոնը այս երկիրը մենք շուտով ձեզ ցույց կտանք, որտեղ ինչ են կերել։ Իրենք ձևը գտել են տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն։ Կարապետյանը քաղաքական դաշտ մտնելու մասին հայտարարեց, երբ 1 տարի առաջ եկեղեցուն իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո հայտնվեց ճաղերից այն կողմ։ Մեղքը չընդունող գործիչն այսօր քննադատեց իրավապահներին, ընդդիմադիրների ձերբակալությունների համար կոնկրետ անուններ սակայն չտվեց։ Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա, ինչքան մարդ ձերբակալեն, ինչքան մարդ կալանավորեն, ուրիշ ոչ մի բանից սրանք չեն հասկանում։ Ընդդիմադիր 3 առանցքային ուժերը պնդում են, Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը մինչդեռ կարծում է, նրանք խորհրդարան չեն անցնի։